Դուք երեկվանից սկսել եք նստացույց Լիդիա Մանթաշյանի համար, պահանջում եք նրա ազատությունը, ընդհանրապես ինչ եք կարծում, իմաստ ունի այս իշխանության դատախազությունից, որը հնարավոր բոլոր առիթներով ընդդիմադիրների դեմ գործեր է կարում, ինչ որ ակնկալիքով պահանջ ներկայացնել։ Իշխանությունից, թե քաղաքական ղեկավարներից, թե պատկան մարմիններից ընդհանրապես ակնկալիք չկա, ակնկալիքը հանրությունից է, որ հանրության ուշադրությունը սևեռենք այս խնդրին, որ այս ժողովրդավարություն կոչված պետությունում քաղաքական բանտարկյալներ կան ու հատկապես կին քաղբանտարկյալ կա, եւ մենք հասնելու ենք նրան, որ կին քաղբանտարկյալը ազատության մեջ հայտնվի։ Դուք ինչ եք կարծում, ինչի են ուզում այս իշխանությունները հասնել, երբ շատ այսպես ակնհայտ հորինված գործով կալանավորել են նաև Լիդիա Մանթաշյանն, այսինքն ինչ են ուզում սրանով ցույց տալ։ Ի վերջո, որքան էլ չգիտեմ, վատ էին հանցավորություն կար նախորդ իշխանությունների ժամանակ, ինչ որ կարմիր գծեր կային, հա, որ քաղաքական գործերով կանանց նկատմամբ ավելի այսպես այլ վերաբերմունք կար։ Ներկա իշխող քաղաքական ուժի վարած քաղաքականության արդյունքում արդեն նրանց քաղաքական ղեկավարը հայտնել է, որ 4-րդ հանրապետության մեկնարկին են պատրաստվում։ Այդ 4-րդ հանրապետությանն էլ Իրանից ներկայացնում է, որ այս մարդիկ ուղղակի հրաժարվում են ինքնության պայքարից, այն 30 տարվա պայքարը ասма անիմաստ է եղել։ Ու այս քաղաքական հետապնդումներն էլ դրա վառ օրինակներն են, որով պայքարում այս երկրի ինքնիշխանության, անկախության ու պետականության համար, ուղղակի արժանանում են բռնաճնշումների։ Ու բացառություն չի նաև Լիդիա Մանթաշյանը։ Քաղբանտարկյալների թեմայից գալով նաև եկեղեցուն, եթե ասելիք ունեք, ինչպես է գնահատում եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացները, այնուամենայնիվ պարզվեց, որ Փաշինյանը այդքան էլ մենակ չի եւ եկեղեցու ներսից էլ կան մարդիկ, ովքեր դեմ են դուրս գալի Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Ինչպես է գնահատում այս գործընթացը։ Դե որտեղ որ ստորություն կատարվում է, այդ ստորության հետևից ստորաքարշները գնում են ու գյուղ չկա, որ շունչը լինի։ Ես զերծ կմնամ եկեղեցուն քաղաքական գնահատական տալուց, բայց այնտեղ եւս խնդիրներ կան, այդ խնդիրները եկեղեցականների որոշելունն է, ոչ թե քաղաքական ուժի, այն մի քաղաքական ուժի, որի ղեկավարը եկեղեցով ամուսնացած չի, այդ եկեղեցով չամուսնանալու հետևանքն էլ, այսինքն այնա դառնում եկեղեցական օրենքներով, որ ինքը մի կանոն է խախտել, 3 անգամ առնվազն շնացել է։ Այդ խնդիր է արդեն։ 4, թող 4 լինի, դե հաստատ չեմ կարող ասեմ, թող 4 լինի։ Ну, ասում եմ մի բնակավարը որ քոնը չի, քիթը պետք է չխոթես ըտ էլի, մի նույնը Իրանն է։ Եթե արձանագրենք, որ խնդիր էլ կա եկեղեցում, այս ղեկավարը պարտված ղեկավար է, ինքը արժե համակարգ չունի, այն հանրային ընկալումը չունի, որ ինքը տարբեր հարցերով գնա կամ ինքը կաթողիկոս ուզենա նշանակի ապագա, դրա համար իր անելունը չի, առավել եւս նման պղծելու տարբերակով անելունը չի։ Վերջին հարցը, դուք կարծում եք ինչի են ուզում հասնել սրանով։ Եվ այս հետապնդումներով, եւ քաղբանտարկյալներով, եւ այս հորինված գործերով, եւ նաեւ ըստ էության օրերս այդ պետծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ ինքը այո, Ալիևի օրակարգը սպասարկելու է եւ 2026-ին իրենք կփոխեն սահմանադրությունը։ Դե սահմանադրությունը կփոխեն, հետո էլ կհանձնեն այն, ինչը որ խոստացել են արդեն Ադրբեջանին, իր մոտիկ ընկերոջը, երկուսն էլ ավակ որդու ոսկե արծիվ շքանշան ստացան վերջերս Ղազախստանի նախագահի կողմից, այսինքն պայմանավորվածությունների 99% չէ, 100%-ով արդեն համաձայնեցված է, ինչպես եղավ 23 թվականին Երևանի ընտրությունների հաջորդ օրը Արցախին հարվածեցին, այտենց էլ դասեր է քաղել, ճակերտավոր ասած, ընտրություններից հետո կսկսի հանձնելու այն, ինչը որ խոստացել է, եթե չհանձնի էլ իր մտերիմը կվերցնի բռնի ուժով։